մեր համագումարի պատվիրակներին եւ մանավանդ հյուրերին։ Կարող է դուք մի փոքր զարմացաք, որ հյուրերին նույնպես տրվում էին քվեաթերթիկներ։ Ասեմ, գաղտնիքը որն է։ Մեր ողջ գործունեության ընթացքում մանավանդ բացարձակ ժողովրդավարական գաղափարին հասնելիս մենք հասկացանք, որ մեծագույն շարիքը խտրականությունն է։ Եվ եթե դու հյուրեր ես հրավիրում, հյուրերը պետք է նույնիսկ ավելի իրավունք ունենան, քան դու։ Հետևաբար այսօր մենք մեր հյուրերին էլ տվեցինք քվեաթերթիկներ եւ նրանք ազատ կերպով կարող են քվեարկել։ Իդեպ 1991 թվականին միայն ԱԻՄ-ը չքվեարկեց անկախության օգտին։ Անկախությունը հանրաքվեի համար պայքարում էր ԱԻՄ-ը, հետո մյուսներին էր հասանելի դարձրեց գաղափարը, բայց քվեարկեցինք բոլորով։ Երբ երբեմն մի չգիտեմ ինչ ամուտան, բայց դուք հասկանաք ում մասին է խոսքը։ Ասում է, ես այսքան ձայն եմ ստացել, 600,000 ձայն եւ այլն, ես ասում եմ փոքրիկս, ես ստացել եմ 2,400,000 ձայն։ Բայց երբեք դա չեմ վկայակոչում։ Վկայակոչիր քո գործերը, քո ճշմարտացիությունը։ Այսօր հետաքրքիր պատահականությամբ մենք դա հատուկ չենք ծրագրել, այնպես ստացվեց, որ մենք Արության տոնից առաջ հանդիպեցինք իրար եւ դա մեզ տրամադրեց, քանի որ մեր շարքերում կան ավանդական հայկական կանոններով ապրող մարդիկ, ինչքան հնարավոր է սեմ ժամանակում իրականացնել, որպես նրանք ովքեր ուզում են գնալ հոգևոր միջոցառումներին, նրանք այդ գործում հասցնեն։ Բայց մի հետաքրքիր բան կա։ Գիտեք, երբեմն թվերն ասում եմ ու ինքս սարսափում եմ։ Մոտ 60 տարի առաջ Իջմիածնում մի պատարագի ժամանակ ես լսեցի մի հոգևորականի խոսքեր քարոզի ժամանակ, որը մինչև այսօր տպավորված է։ Ասում էր, Արության տոնը ամենից շատ մեզ հայերիս է հարազատ, որովհետև մենք ենք, որ կանգնել ենք ծանր փորձության առաջ, լինելության, լինել չլինելու խնդրի առաջ։ Եվ հետո հարություն ենք առել եւ դեռ պիտի հարություն առնենք։ Ես ուզում եմ մի փոքր շեղվելով քաղաքական սպասումների տրամադրությունից մի հետաքրքիր բացահայտման մասին ձեզ ներկայացնել։ Տարիներ առաջ մասնակցել եմ կամ նախաձեռնել եմ Հարություն անունով կոչվում էր Գիտա հանրամատչելի ֆիլմ։ Եվ այն ժամանակ բացահայտել, որ սա ասում են նրանց համար, ովքեր նախաքրիստոնեական ժամանակները շատ են հատում։ Բացահայտել, որ հարություն բառի մեջ կա արմատը, այսինքն Քրիստոս արյավ ասելիս մենք ասում ենք Քրիստոս դարձավ արայի նման, հարություն առավ։ Իսկ այս երկու օրերին համագումարի նախապատրաստվելիս հանկարծ նկատեցի, տեսեք, մենք ասում ենք այս ինչ մարդը չեք ամե, չտեսել, չէ, չեմ ժխտողականն է, չարն էլ չար բառը, ըստ էության նշանակում է արին մերժող, շատ խորհրդանշական է մեզ համար, հայերիս համար, ուղղակի քանի որ հայտնության հավասար բան էր, հարկ համարեցի նշել։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա են 1990 թվականին անկախության հռչակագիր ընդունած պատգամավորներ, դա մեզ համար մեծ պատիվ է։ Ուրախ եմ, որ այսօր այստեղ են մարդիկ կամ նրանց ժառանգները, ովքեր որ անմիջականորեն մասնակցել են։ Դուք գիտեք, որ ԱԻՆ-ը ստեղծել էր ժամանակին Սյունիքի աշխարհազործ, այդ կառույցը զբաղվում էր փախստականների բնակեցումով։ Երկու խոսքով պիտի ասեմ, բոլոր ֆիդայիներ, կռվողներ, ինչ որտեղ որ գնում էին պատրաստի կամ բնակավայր կամ գոնե զորանոց։ ԱԻՄ-ականները այդ անապատակցած վայրերում գնում էին ընդհանուր լվացարան տեղադրելու մտահոգություն ունենալով։ Մենք չեմ խոսում բաղնիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն զինվորները այնտեղ միայն զինվոր չէին, նրանք ամեն ինչ էին, դրա համար մենք կոչում էինք աշխարհազորային։ Նրանցից 43-ը զոհվեցին եւ ես այսօր ուրախ եմ, որ մեր համագումարին մասնակցում են եւ այդ աշխատանքներին մասնակցած մարդիկ եւ նրանց ժառանգները։ Ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ այստեղ լինեին ԱԻՄ-ի 5 հիմնադիրներից 4-ը։ 4-րդը այստեղ է, Մովսես Գորգիսյանը հիմա մեզ հետ է։ Ոչ միայն վերևից հետևում մեզ, այլ մեզ ճիշտ ուղղություն է տալիս։ Բայց ցավոք սրտի Մեխակ Գաբրիելյանը, չգիտեմ ինչ պատճառով, Ռազմիկ Մարկոսյանը եւ Սուսաննան չկարողացան գալ առողջական պատճառներով։
մաղթենք նրանց առողջություն։ Ես պիտի ասեմ, որ մի մեծ բան չի թվում, նաև ինձ, որ մենք 87 թվականին ստեղծեցինք անկախության համար պայքարող կազմակերպություն։ Բայց ասեմ, որ պատմական իրողություն է, որ ես Կալանավայից վերադառնալուց հետո ամբողջ Հայաստանում նաև ներառյալ մի քանի 100 ընկերներ այդ 4 հոգում գտա, որ համաձայն էին բաց ճակատով, թեկուզ անմիջապես բանտ ընկնելու հեռանկարով, սկսել բացահայտ պայքար անկախության համար։ Ընդհանրապես մահացածների վերաբերյալ ասում են եկեք մեկ րոպե կրությամբ իշխարգենք նրանց հիշատակը։ Մենք, խնդրում եմ, մենք երբ Այմավան մեկում եկեղեցի էինք կառուցում, կոչեցինք Սրբոց նահատակած, նկատի ունեինք անկախության և հայրենիքի համար նահատակվածներին, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլինի, ավելի պատեհ կլինի, մենք հիշատակ նրանց, ովքեր հայրենիքի համար մեր կազմից և ոչ միայն մեր կազմից, կամ անկախության ճանապարհին, օրինակ այսօր այստեղ է Զաբիկյան Ստեփանի ժառանգները, այսօր այստեղ է անկախության ազգային միացյալ կուսակցության հիմնադիր եռյակից Շահեն Հարությունյանի քոռը, Շահենը, սա ինձ համար նույնպես մեծ բերկրանք է։ Այգաց Խաչատրյանի ժառանգին էլ ինձ եմ համարում, ինքը զավակներ չուներ։ Տեսեք Ստեփան Զաբիկյանի ժառանգներն են այստեղ և ազգային միացյալ կուսակցության հիմնադիր և Շահեն Հարությունյանի, սա ինձ համար նույնպես հաճելի է։ Ես առաջարկում եմ, որ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի որևէ հատվածը, չեմ ասում ամբողջապես նվիրվել ազգային կյանքին որևէ գաղափարի մի քիչ դժվար է, բայց կյանքի ինչ-որ հատվածներ նվիրվել, դա էլ մեծ բան է, մանավանդ եթե դա տառապանքներով է ուղեկցվել և վախճանով։ Եկեք պարզապես ծափահարենք նրանց հիշատակին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ մեզ համար նաև օրինակ են ծառայել, ու մենք էլ այնպես ապրենք, որ մենք էլ օրինակ ծառայենք։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը ապրում է շատ դժնդակ վիճակում։ Պարոն Գասպարյանը շատ ճիշտ բնութագրեց, վկայակոչելով նաև Ամոսյանին։ Սարսափելի է, որ պետականության վերականգնումից հետո, այսինքն ոչինչ չունեցող ազգը ունենում է ամենակարևոր բանը և այդ պայմաններում հայտնվում է այսպիսի վիճակում։ Իմ երկարատև ուսումնասիրությունները ինձ հուշել են, որ ոչ միայն հայերիս մոտ, այլ որևէ ժողովրդի մոտ, երբ խնդիրներ կան, նշանակում է այդ ժողովուրդը իր ճակատագրի տերը չէ։ Սա առանցքային պատասխանն է խնդրի։ Այսինքն, եթե դու ունես պետություն, ունես ժամանակահատված այդ պետական համակարգով օգտակար լինելու, քո հանրությանը, բայց կյանքը շարունակում է մնալ ոչ այնքան տանելի, այդպես մեղմ եմ ասում, այդ դեպքում պետք է հասկանանք, որ գլխավոր խնդիրը այն է, որ մարդիկ չեն տնօրինում իրենց ճակատագիրը, այլ ինչ-որ բախտախնդիրներ։ Նման դեպքերում ես քաղաքական եզրի փոխարեն օգտագործում եմ պետութենական, որպեսզի մեր հանրությանը հասկանալի լինի, որ քաղաքական նշանակում է պետութենական, այլապես քաղաքականը դարձրել են քաղաքական կարիերայի համար աշխատանքներ, մինչդեռ քաղաքականությունը դա պետություն ունենալու արվեստ և մշակույթ է։ Ուրեմն այդ ոլորտում մենք լուրջ բացթողումներ ունենք և այդ բացթողումներից հիմնականը այն է, ինչի մասին ասացի, իշխանությունը չի պատկանում քաղաքացիներին։ Մեր բազմաթիվ խնդիրների մեջ մենք ԱԻՄ-ը առանձնացնում է հատկապես սահմանադրությունը, ինչու ես դրա մասին հատուկ խոսեմ և թերևս մեր այս համագումարի գլխավոր խնդիրը այդ է, նաև որպես քաղաքական ուժերին միավորող, քաղաքական ուժերին դեպի շուտապույտ բարեփոխումների տանող ճանապարհ։ Ես շատ ուրախ եմ և երևի նկատել եք, որ հայաստանյան քաղաքական ուժերից քչին է հրավիրել։ Այսօր մեզ հետ մեր աշխատանքների մասնակցում են կամ իրենց ներկայությամբ մեզ ոգեշնչում ու հարստացնում են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու ղեկավարները, որոնք տարբեր ժամանակներում մեր համախոհն են եղել նախնական փուլում կատարյալ ժողովրդավարության հարցում, մենք 2010 թվականից հետո ներկայացրել ենք նախագիծ, այն ժամանակ ունե պարկեշտություն կար, քննարկում էին
ճիշտ է չընդունեցին, բայց քննարկում էին ազգային ժողովում, նախագահի մակարդակով։ Մասնակցում են նաև այն ուժերը, որոնք մեզ հետ միասին, ուժերի ներկայացուցիչները կամ ղեկավարները, որ մեզ հետ միասին այդ գործը փորձել են հասցնել արդեն ստեղծված հանձնաժողովին։ Բայց ինչպես գիտեք, նրանք հատուկ նկատառումներով են ապրում, գործում եւ ապրում, որը շատ հաճախ մեզ համար դժվար հասկանալի է։ Եթե մենք չունենայինք սահմանադրություն, մի քիչ դժվար կլիներ հարցը, բայց արդեն այս տարի կլրանա սահմանադրություն ունենալու 30 տարի։ 1995 թվականին հայ ժողովուրդը իր պատմության մեջ առաջին անգամ ունեցավ գործով սահմանադրություն։ Կանոնագիր ունեցել ենք որովայ ֆառացը եւ այլն դրանք հիմնականում կամ հոգեվոր աշխարհին են վերաբերում կամ էլ տեսական ուսումնասիրություններ էին։ Բայց ի վերջո հավանեցինք, չհավանեցինք, դեմ ենք վերգետինք 95 թվականից ունենք սահմանադրություն։ Եվ այդ սահմանադրության տարբերակներում, բոլոր 3 տարբերակներում ամրագրված է սահմանադրության հետևյալ հոդվածը անփոփոխելի է։ Ինչքան էլ փոխես, այդ հոդվածը փոխելու իրավունք ունես։ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ Երբ ուզում ես քո երկրում արկա խնդիրների մասին պատկերացում կազմել, վերցնում ես այդ 3-4 արժեքները եւ տեսնում թե այդ ոլորտում ինչ վիճակում է ժողովուրդը, ինչ վիճակում ենք մենք ընդհանրապես։ Առաջինը ինքնիշխանությունը։ Արդյոք ինքնիշխան կարելի է համարել այն պետությանը, որի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում, թեկուզ մի հատվածի նկատմամբ առայժմ անպատիժ, քաղաքացիները պատանդ է վերցված, նույնիսկ եթե բոլոր քաղաքացիներին վաղը պետք է մենք դատենք, նույնիսկ այդպես է, մեր քաղաքացիներին բոլորը անմեղ են, այն քննադատությունները մոռանանք, քանի որևէ մեկը դատված չի, նրա մասին վատը խոսելու իրավունք չունես։ Ուրեմն նրանք պատանդ են վերցված, անկախ նույնիսկ այդ չարախնդացողներին եմ ասում։ Բայց այդ միջազգային հանցագործություն կատարողների հետ խաղաղության, այսինքն կատարված հանցագործությունները արդարացնելու պայմանագիր են ցանկանում կնքել։ Գիտեք, երբեմն հասնում եմ մի վիճակի, որ ասում եմ, այ քեզ բան, մտքովս չեն ասում, որ չեկիստի որդի Ալիևին պիտի շնորհակալություն հայտնեմ, որ այդ խուժան պայմանագիրը չի ստորագրում։ Որտեղ սրանք գրկապած նետվում են սատանայի գիրկը, չհասկանալով, որ նոյեմբերի 9-ի նման մի բան է սա է։ Իրենք բոլոր նրանց ովքեր որ ասում են, որ այ նոյեմբերի 9-ը ինչ-որ բան փոխեց եւ այլն, եւ շատ վատ է, որ այս ապիկարները ավելի շուտ, ես այդ մարդկանց հասկանալ չեմ կարողանում, ավելի շուտ չհանձնվեցին Ադրբեջանին։ Ի վերջո տրամաբանությունը դա է։ Այսպես խոսողները կարծես չգիտեն, որ հայ ժողովուրդը նաեւ սարդարապատ է ունեցել։ Այն ժամանակ տրամադրությունները համատարած անկումային էին, այսօրվա պես չէր։ Համատարած անկումային էին։ Մարամ Մանուկյան, հերոս ենք չի համարում, կաթողիկոսին համոզում էր, որ պետք է հեռանալ, բայց այդ պայմաններում մենք կռվեցինք։ Ինչ է նշանակում, դու հենց այնպես հանձնես երկիրը, բայց դա շեղում եմ, ես վերադառնամ գլխավոր հարցին։ Գլխավոր այն էր, որ արդյոք կարող ենք մենք այսպիսի իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում համարել, որ Հայաստանի ինքնիշխան պետություն լինելու խնդիրը ճիշտ ինքերի վրա է։ Միասնականության մասին ամենից շատ խոսող ժողովուրդը մենք ենք։ Հիշում եք նաև Շարենցի խոսքերը, եթե Շարենցը լիներ քաղաքագետ եւ ոչ բանաստեղծ միայն, ինքը կասեր, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո պետականության մեջ է։ Բայց քանի որ ինքը բանաստեղծ էր ու բանաստեղծականորեն հասկանում էր, որ միավորվելը դա, այլ ճիշտ պետականությունը դա ազգի միավորման գործիքն է, պետականությունը, ինքը իր խոսքերով ասել։ Հիմա ամենից շատ մենք ենք խոսում պետականության մասին։ Ինքնիշխան Հայաստանի իշխանությունները արեցին մի բան, որը միավորեց մեր ժողովրդի աշխարհացու հատվածները, միավորեց մեր ժողովրդի ներսում եղած տրոհումները։ Այստեղ շատ նկատանքներ կան, բայց ես հատկապես ուզում եմ կանգ առնել այն փաստի վրա, որ դա է մեր ինքնիշխանությունը հզորացնելու հիմնական միջոցը։
Այսօր Հայաստանի քաղաքացին, որի հիման վրա գործում է պետությունը, իր աշխարհագրական բնակավայրի պատճառով, իր աշխարհագրական տեղի պատճառով, որտեղ որ գտնվում է, կարող է զրկվել պետական կյանքին մասնակցելու իրավունքից։ Օրենք են ընդունել, որ հետո ինչ որ Հայաստանի քաղաքացի ես, այսինքն հետո ինչ որ Հայաստանի տերն ես, Վրաստանում ես ապրում, իրավունք չունես քվեարկելու համահայկական ընտրություններում։ Իրականում մենք ընդհակառակը պիտի անեինք, պիտի որքան կարելի ընդլայնեինք Հայաստանի քաղաքացիների իրավունքները, գումարած նաև պարտականությունները, որպեսզի մեր հակառակորդները մեզ հետ խոսելիս իմանային, որ Հայաստանից 3 միլիոն քաղաքացի դուրս է եկել վերջին 30 տարիների ընթացքում, իրենց ճնշումների հետևանքով նաև, բայց Հայաստանը երկրի տերերին պաշտպանել է, այսինքն այդ տունը, որ կոչվում է Հայաստան, տեր ունի, եւ այդ տերերը ոչ թե 3 միլիոնն են, որոնց էլ վախեցնում են գիշեր-ցերեկ, եւ բարեկամաբար եւ թշնամաբար։ Նրանք տեր ունեն եւ այդ տեր լինելու զգացումը պաշտպանել են։ Խոսք է գնում միասնականության մասին, այն պայմաններում, երբ աշխարհի միակ ազգն ենք, որը մի քանի լեզու ունի։ Բարբարների մասին չեմ խոսում, ունի երկու ուղղագրություն, խայտարակությունը, չէ՞, եթե պետություն ես պիտի զբաղվեիր այդ հարցը, գոնե այդ հարցի լուծմանը ընթաց տալու քայլերով։ Խիստ մտահոգ մեր սիրելի հայրենակիցները նույնիսկ հասել են այնպիսի մոտեցման, որ պիտի նոր լեզու ստեղծենք։ Մինչդեռ հայերս ունեցել ենք միասնական լեզու։ Այդ ինչու ամերիկացին ուսումնասիրում է լատիներեն, բայց Հայաստանի դպրոցներում գրաբար չեն ուսումնասիրում։ Մեկ անգամ նախորդ իշխանությունները խոսեցին, որ թերևս դպրոցներում թեկուզ նախնական փուլում կամավորական սկզբունքով, բայց գրաբարը վերականգնենք։ Սրանք չեն հասկացել, որ պետության գլխավոր առաքելությունը ապագա քաղաքացիներ պատրաստելն է։ Եվ ապագա հայ քաղաքացիներ, ոչ թե ապագա օրինապաշտ մարդիկ միայն, այլ հայ քաղաքացիներ։ Արդյոք այս ուղղությամբ մենք որևէ քայլ տեսնում ենք։ Արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը կպահպանի, եթե այսօրվա իշխանությունների արժեքներով ապրող մարդիկ վաղը գան իշխանության։ Եվ կարծում եմ, որ մենք շատ հաճախ հեշտացնում ենք խնդիր ասելով, որ ժողովուրդն է մեղավոր։ Այո, ընդհանուր առմամբ ժողովուրդն է տերը, բայց երբ ժողովրդին բռնաճնշումների են ենթարկում տևական, գիտեք այս հարցը ինձ ինչն է հիշեցնում։ Անուշ է այստեղ է Նավասարդյան։ Ներողություն։ Հարցերի, որտեղ իր հետ կապված բան կար, հարց կար այս խնդրին։ Ուրեմն ժամանակին ԿԳԲ-ն ամենահավոր հաստատությունն էր։ Քաղաքականավորներին առաջարկում էին հրաժարվել հայացքներից, որպեսզի իրենց բանդից ազատ արձակեն։ Ես տեսել եմ, չեմ չափազանցում, մի քանի հազար քաղաքականավոր, 18 տարիների ընթացքում 14 քաղաքականավոր։ Եվ մեծ մասը կոտրվում էր, չէր դիմանում, դա բնական էր։ Կոտրվելով իրենք ներման դիմում էին գնում, խնդրում էին իրենց ժամկետից շուտ ազատել։ Մեր դեպքում, հայերիս դեպքում, ԿԳԲ-ն էր խնդրում, օրենքով սահմանված էր։ Ժամկետի կեսը պիտի անցնի, որ դու նոր ներման դիմում գրես։ Աշոտ Նավասարդյանին, Ազատ Արշակյանին ՀՄԿ-ի խորհրդի կազմում էին ժամանակ իրենք։ Բանտում ոչ թե կեսը լրացավ, հետո ներում շնորհեցին, այլ կեսը չլրացած ներեցին, խախտեցին օրենքը։ Դա ինչից էր գալիս։ Ո մեզ չէին սիրում։ Իրենք հասկանում են, որ այս մարդիկ իրավական շեշտադրումով են աշխատում եւ իրենք ծանր կացության մեջ են հայտնվում այդ պատճառով։ Երկու խոսքով ասեմ, կային կոմունիստական կուսակցություններ աշխարհի երկրներում, որոնք մասնակցում էին ընտրությունների իրենց երկրներում։ Եվ իրենց երկրներում իրենք լսում էին, որ այնտեղ հայ մարդիկ կան, անկախության հանրաքվեի համար են պայքարում, դուք դրանց դատում եք։ Դե մենք որ ձեզ ընտրենք, այսինքն նրանք բողոքում էին Մոսկվային, կոմունիստներն ավելի շատ էին ազդում, քան այն սովետականները։ Ասում են, ձեր պատճառով մենք հիմար վիճակում ենք։ Նրանք էլ ասում են, փաստ է, չեն կարող շղթել, որ ՀՄԿ-ականները անկախության հանրաքվեի համար են կալանավորված։ Ես այս իրավական շեշտադրումի չեմ շեշտում։ Նույնիսկ այն թվականներին ինքնիշխանությունը, որ ապագան էր, երազն էր, եւ իրավական մոտեցումները իրար հետ սերտաճած էին։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք մեր սահմանադրության ինքնիշխանության տարի մասին, մենք միաժամանակ պիտի ուշադրություն դարձնենք։ Արդյոք
Հայաստանը այնքան ժողովրդավարական է, այնքան ժողովրդին պատկանող է, ոչ թե Նիկոլ-Միկոլների, այլ ժողովրդին պատկանող է, այնքան իրավական է, որ մենք կարող ենք մտածել, որ Հայաստանը ինքնիշխան է։ Ուրեմն ինքնիշխանության հարցում մենք միայն, երբ խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության մասին, ճնշվածություն ենք զգում։ Սերտում են երբեմն, կրկնում են թութակի նման, ոչինչ, դա էլ սովորելու ձևերից մեկն է, որ տարիներ առաջ մենք նշում ենք, որ այն պետությունը, որ շատ պետություններից է կախված, ավելի անկախ է, քան այն պետությունը, որը կախված է մեկ պետությունից։ Սա հարցի նաև միջազգայնացման հետ կապված խնդիր է։ Այսօր Արցախի հետ կապված միակ ելքը հարցի միջազգայնացումն էր, մենք միշտ ենք դա շեշտել։ Եվ ոչ միայն հայերիս համար է այդպես։ Նույնիսկ աշխարհի բավական հզոր պետությունների համար նրանք դաշնակիցներ են փնտրում եւ ուզում են իրենք լինել միջազգային միջավայրում։ Այսօր ունենք իշխանություններ, որ այդ ոլորտից են մեզ փորձում հեռացնել։ Այսինքն ունեն իրենց հետին նկատառումները կամ հրամանները։ Առաջ գնալով Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական։ Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ է Էդգար Ղազարյանը, ինքը այդ հարցը հաճախ է շեշտում։ Վերջերս ես մի նաև լրագրողից լավ լրացում ստացա։ Արդյոք կարող է երկիրը կոչվել ժողովրդավարական, որտեղ խորհրդարանի կողմից հավանության չարժանացած միակ մարդը անձի վարչապետի պաշտոնակատար է աշխատում։ Հիմա մենք նկատառումները մոռանանք նրանց հաշվարկները։ Դրվել է մարդու տեխնատությունը, որ վարչապետը դրվի, չի ընտրվել, պարլամենտը արձակվել է։ Հետո տեղեկանում ենք, որ վարչապետի պաշտոնակատար է մնում այդ նույն մարդը, այսինքն նա, որ մերժվել է, այսինքն միակ մարդը, ով չի կարող աշխատել, որտեղ կոնկրետ իր անձը նշանակել են, ու ինքը չի ընտրվել։ Եվ դրան հաջորդում է մի մեծ երևույթ, ինչպես համապետական ընտրությունն է։ Եվ հանրությունը շատ հանգիստ ասում է, դե ինչ կա որ։ Այնտեղ սահմանադրության մեջ գրված է, կառավարությունը իր գործունեությունը պետք է շարունակի մինչև նոր կառավարության ձևավորումը։ Մոռանում են, որ նորմատիվ ակտ կա, որը հստակ սահմանել է վարչապետի հրաժարականի դեպքում, վարչապետի պարտականությունները կատարում է առաջին փոխվարչապետը։ Մոռանում են նաև նախադեպը։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը, որ հրաժարական տվեց, իրեն փոխարինեց Կարեն Կարապետյանը։ Եվ այս մարդը համարձակվում է ասել, ես ժողովրդավար եմ։ Կարող ենք մենք ժողովրդավարական համարել մի իշխանություն, մի երկիր, որտեղ բացարձակ ժողովրդավարության նախագիծ է ներկայացվում 3 անգամ, ներկայացվում է հանձնաժողովի, որը ստեղծված է սահմանադրության վերաբերյալ առաջարկները քննարկելու համար։ Վերջում ներկայացնում ենք արդեն 4-րդ անգամ, երբ ժամկետները փոխում են։ Եվ չէր քննարկվում։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է, որովհետև ժողովրդավարությամբ է, որ մարդը իր երկրի տերն է դառնում։ Ամբողջ աշխարհի խնդիրն է սա, միայն հայերինս չէ։ Տեսեք, սիրելի բարեկամներ, այս դահլիճում հավաքված մարդիկ այսօր նախկինում այդ որոշումը արդեն կայացված է, բայց մեր ընդունած որոշումը վերաբերում է ոչ միայն մեզ, այլ ամբողջ մարդկությանը։ Ժողովրդավարությունը աշխարհում է ճգնաժամ ապրում, գնալով հեռանում է քաղաքացի եւ քաղաքական գործիչ, պետական գործիչ կապը, եւ մենք գտել ենք ձևը։ Ես կարող եմ դրսում, չեմ ասում 1-2 ամիս, մի քանի տարի անցկացնելով սա դարձնել ընդունելի, բայց իմ նպատակն այն է եղել, որ սա դառնա նախ եւ առաջ հայկական տարբերակ, աշխարհին ներկայացվի որպես ժողովրդավարության հայկական տարբերակ։ Իր մանրամասներին ծանոթանալու համար դուք արդեն մեծ մասը ծանոթ եք, կարող եք դեմոսեի հայկեջով մանրամասներին ծանոթանալ։ Գիտեք, գտնված է մի համակարգ, որտեղ որևէ քաղաքացի ընտրական օրենսգրքի, պետական համակարգի կամ ինչ-որ այլ պատճառով չի կարող դուրս մնալ ներկայացուցչական մարմնից։ Եթե պետությունը ունի ներկայացուցչական մարմնին, ես դրա ընտրություններին մասնակցել եմ, ես պիտի լինեմ այդ մարմնում։ Դա թվում էր անհնարին, բայց մեզ հաջողվել է դա գտնել, համադրելով մի շարք բաներ։ Ուրեմն Հայաստանը, եթե ժողովրդավարական լիներ, վազելով պիտի գային, նախկինում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ եղած մարդու մոտ ասեն, իսկ դուք ինչ կասեք։ Այնինչ ինչ է կատարվում։ Մենք ներկայացնում ենք նախագիծ, ի վերջո մեզ միանում են 16 քաղաքական ուժեր։ Եվ այդ նախագիծը չեն քննարկում, որովհետև գիտեն, քննարկել եւ մերժել հնարավոր չէ։ Որովհետև բացառվում է խտրականություն եւ հակառակը աշխարհի բոլոր երկրներով ինչը որ գործում է, ես դա խոսել եմ ամենաբարձր մակարդակով ամերիկյան մասնագետների հետ հենց Ամերիկայում։
իրենք ասում են մենք ավելի լավը չունենք, բայց հիմա կա ավելի լավը եւ գիտեք, կարող այսօր այս դաշտում դա ընդունելով նոր ոգով, նոր ուժով տեղ հասնի եւ իսկապես նպաստի դրական աշխարհի ավելի լավը դառնալու։ Եկեք հիշենք, որ խաղաղության ձգտող ազգերը նախ եւ առաջ պետք է մի քիչ ավելի հզոր լինեն, քան մինչև այդ պահն է ինչ է։ Հզորանալու համար իրենց ներուժը բացահայտվում է ժողովրդավարությամբ եւ հակառակորդի ագրեսիվ տրամադրությունները փոխելու համար նույնպես ներքին կյանքում շատ կարևոր է ժողովրդավարությունը որպես կանոն ոչ միշտ, բայց որպես կանոն ժողովրդավարական երկրները իրար հետ չեն կռվում, չեն պատերազմում, որովհետեւ իրենք սովոր են դեռ իրենց ներսում, դեռ նախնական փուլից լսել, հասկանալ, փորձել համոզել։ Ուրեմն Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ որպես ժողովրդավարության հարցում մեծագույն ներդրում ունեցած մարդկանցից մեկը, ոչ Հայաստանում։ Ես չգիտեի դրա մասին ինձ ասել են ամերիկյան մասնագետները, որ ես սովետական միության բոլոր ազգերին միավորելով կատարել եմ մեծ ժողովրդավարական գործ։ Ես համարում եմ, որ ինքնորոշման գաղափարի շուրջ համախմբում եմ ռուսների, ուկրաինացիների, լատիշների, լիտվացիների եւ այլն, ընդամենը անում եմ իմ գործը, բայց ես չէի հասկանում այն ժամանակ անելու ընթացքում, որ ստեղծվում է սովետական միության ժողովրդավարական շարժումների կենտրոնացում։ Ու դա իմը չէր, դա մեր ժողովրդինն էր։ Ես այնտեղին չէին ընկալում, շատ հաճախ ասում էին Վիրմենը ասեց, ճամբարում ես հայ ասեց, այսինքն դա մեր ազգայինն էր։ Հիմա փաստորեն ճակատագիրը ամենակարողը բարյացակամ եղավ իմ հանդեպ, որ ես ապրելով այսքան քիչ առաջ որ ասում էի 60 տարի առաջ, elə ամփորձեք հիշել 60 տարի առաջ ինչ եք լսել դուք։ Ներողություն մեծ մասը կասի, բայց 60 տարի առաջ ես չկայի, չէ՞։ Հիմա ինձ տրված է եւ ես մտածել եմ հոգեվորականների հուշումով, երբ հոգեվորականից մոտեցան Երևանում ասում են պարոն Հայրիկյան, դուք պիտի մեռածնեիք, դուք ոչ եք մեռել, ձեզ Աստված է պահել։ Մենք չգիտենք ինչի համար է պահել, դուք գոնե գիտեք, այդ պահից ես հասկացա, որ ես բացարձակ ժողովրդավարական համար է պահել։ Եվ դա կրկնում եմ համամարտկային ներդրում է, որովհետև ինչպես քրիստոնեությունն է ժամանակին համամարտկային։ Հայերը պետականորեն ընդունեցին ոչ միայն կրոնը, ընդունեցին արժե համակարգ։ Այսօրվա քաղաքակրթությունը 1000 տարի հետո Այսօրվա քաղաքակրթությունը քրիստոնեական արժեհամակարգի վրա է կառուցված։ Նկատի ունեմ հանդուրժողականություն։ Մենակ այն խոսքերը, որ Աստծո առաջ չկա տեր, չկա ծառա, չկա հեթանոս, չկա հրյա, չկա կին, չկա տղամարդ։ Դա ինչ է նշանակում։ Խտրականություն չի ընդունում Աստված։ Իր համար բոլորը նույնն են։ Դա մեր քաղաքակրթության հիմքն է։ Եվ դա գալիս է քրիստոնեությունից։ Հիմա այս բացարձակ ժողովրդավարությունն է, որը մերժվում է այդպեսի ջանասիրությամբ։ Մերժվում է սատանայի, չեմ ասում KGB-ի գործակալ, որովհետև KGB-ն սատանայի գործիքների մի փոքր օղակն է։ Չարի հնարավորությունները ցավոք սրտի բազմազան։ Բարին է մեկը, միակը, ճիշտը, լույսը։ Իսկ խավարը տարբեր տեսակ է լինում։ Ինչևէ, ժողովրդավարության հարցում նույնպես կաղում ենք։ Հաջորդը իրավական է Հայաստանը։ Իրավական կարող է համարվել այն պետությունը, որի արդարադատության նախարարները եւ վարչապետը հետևողականորեն խախտում են իրավական ակտերը եւ բնականon են համարում ապօրինի աշխատավարձներ տալ, օրինակ ազգային միջոցների հաշվին։ Կարող է իրավական համարվել այն պետությունը, որտեղ որոշում է ընդունվում 2020 թվականին ազգին սպառնացող վտանգները կանխելու նպատակով նորմատիվ ակտով որոշում է ընդունվում ստեղծել փոխմարզպետների պաշտոններ եւ ստեղծել համազգային կայուն պահեստազոր։ Մի քանի ամիս աշխատելուց հետո ինչ որ երկրապահիկ, ոչ պահեստազորային, ոչ զինվորական, ասում է, բայց մենք այդ գործն անում ենք, էլի մենք տղեկով լավ էլ կանենք, էլի, ինչ եք բաց ստեղծում։ Եվ պահեստազորի գործը անեանում է, բայց դուք իրավական ակտ եք ընդունել, որտեղ է ձեր այն իրավական ակտը, որը դուք չեղարկում եք պահեստազոր ստեղծելու որոշումը, հետո այլ բան եք անցնում։ Սահմանադրության անունը հիմնական օրենք է։ Հիմնական օրենք, այսինքն 1000 օրենք կա, դրանք օրենքներ են, բայց սահմանադրությունը հիմնական օրենքն է։
Եվ այդ հիմնական օրենքի հարցում վերաբերմունք Հայաստանի իշխանությունների ցույց է տալիս, թե ինչ ահավոր հակաիրավական պայմաններում է ապրում մեր ժողովուրդը։ Հունաստանում սև գնդապետներից հետո էր կարծեմ, եթե սխալվում ներողամիտ կլինեք, բայց փաստը որ հանրաքվեի միջոցով է հարցը լուծվել։ Քաղաքական շրջանակներում տարակարծություններ կային, ինչպիսի պետությունն է ճիշտը, սահմանադրական միապետությունը, որն իրենք ունեին, թե հանրապետությունը։ Եվ գիտեք այդ հարցի պատասխանը ստանալու համար ընդամենը այդ հիմար հույները հանրաքվե արեցին։ Չունեին էլ իրենց Նիկոլին, որ ասեր, ես որոշեցի այսպես պիտի լինի։ Դեռ չունեն էլի։ Ափսոս չունենք, մենք տաղանդավոր ազգ ենք։ Նիկոլ ունենք, ասում է, կառավարման համակարգը չենք փոխելու։ Տապահարում են։ Իրենք սարսափել է, երբ տղամարդը հարջ է։ Իրավաբան կոչված տղամարդ հարջերը, ուղղակի վեր կենան ասեն, լսեք, դուք մեզ հրավիրել եք այս հանձնաժողով, որպեսզի մենք կարծիք հայտնենք, ասենք ինչն է ճիշտ, ինչն է օգտակար։ Դուք մեզ հրամաններ եք տալիս, եւ դրանցից ոչ մեկը չէ, նախկինում եղել են, բարկեշտ են եղել, բայց վախեցել են հրապարակավասեր, որ դուրս եկան կազմից։ Բայց հիմա սրանք աշխատում են, որովհետեւ ամեն մեկը ամեն ամիս ստանում է 1 միլիոն դրամի չափ աշխատավարձ։ Մաքուր 700,000։ Ապօրինի աշխատավարձ։ Եթե դու ստեղծում ես հանձնաժողով, որպեսզի նա հայեցակարգ մշակի, այսինքն այդ հանձնաժողովը պիտի քեզ զեկուցի։ Այնինչ ինքը ասում է, ես կարդացի այդ հայեցակարգը, հետո պարզվում է հայեցակարգ չի եղել, եւ որոշեցի, որ ճիշտ կլինի, որ մենք նոր սահմանադրություն ընդունենք։ Ինչի համար։ Ընդհանրապես վերացական կարող է չէ, բայց իմ մոտ շատ առարկայական է։ Երբ ես 98 թվականին որպես նախագահի տեխնատու հանդես գալով խոսեցի սահմանադրական բարեփոխումների մասին, շեշտեցի օրինակ, մեր սահմանադրությունը պետք է բարեփոխել, որպեսզի նախագահը կամայականորեն չկարողանա արձակել խորհրդարանը։ Միայն որոշակի պատճառներով։ Մեր պարլամենտը բացի կառավարության վերաբերյալ որոշումներ ընդունելուց պետք է իրավունք ունենա ամեն ինչի մասին որոշում ընդունել, որովհետև դա ներկայացուցչական մարմինն է։ Սահմանադրական դատարանը պետք է մատչելի լինի։ Սրանք ես ասել եմ մինչև սահմանադրական բարեփոխում։ Այ դրա համար պետք է բարեփոխում, նշել եմ։ Հայաստանում արգելված է երկքաղաքացիությունը։ Գիտեք ինչ ձեր տալիս։ Մոսկվայի հրամաններ։ Հայաստանում բնակչությունը պիտի չաճի։ Երկքաղաքացիություն որ արեցիք կաճի, որ աճեց դուք էլ կասեք մենք անկախ լինենք։ Է Մոսկվան իր նպատակներն ունի։ Ուզում է իր ազդեցությունը պահել, դա հասկանալի է։ Բայց դու Հայաստանի ղեկավար, եթե չլիներ աշխարհում երկքաղաքացիության մասին այդ կարգը գոյություն չունենար, մենք հայերս պիտի ստեղծեինք։ Կար, բայց հայերս չունեին։ Հիմա այս օրինակին չի եմ բերում։ Ես նախապես ասեցի, թե ինչի համար է պետք սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարել։ Նիկոլը եկել էր իշխանության մերժիր Սերժին ասելով։ Դա էր իր կարգախոսը։ Դա նշանակում էր մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, ամեն ոք գիտի, որտեղ ինքը շեշտադրում էր, որ իրավունք չուներ պաշտպանավորելու։ Եկավ ու մոռացավ։ Մենք բավական լուրջ ճնշումներ գործադրեցինք իրեն դա հիշեցնելու համար, որոշեց տուն-տունիկ խաղալ։ Ստեղծում է հանձնաժողով, ասում է նրանք պետք է հայեցակարգը մշակեն։ Հիմա քանի որ ես խոսում եմ Հայաստանի ոչ իրավական, հակաիրավական լինելու մասին, ուզում եմ մերկապարանոց չթվա։ Սահմանադրության վերաբերյալ, տեսեք, ինչքան նորմատիվ ակտեր են ընդունվել։ 20 թվականի փետրվարի 12-ին առաջին նորմատիվ ակտը, որոշակի ժամկետներով, մինչև սեպտեմբեր պետք է լիներ սահմանադրության նախագիծը։ Հետո ապրիլ ամսին այդ նորմատիվ ակտի մեջ փոփոխություններ է կատարվում, դրա իրավունք ունի, որովհետև ժամկետը ավարտված չէր։ Ժամկետը տեղափոխում են մինչև դեկտեմբեր։ Տապալվում են, ոչ մի խոսք տապալվելու մասին, ոչ մի խոսք են բանի մասին, որ աշխատավարձ ենք տալիս։ Ուր է դերը կատարած աշխատանքը։ Նոր հանձնաժողով է ստեղծվում։ Եվ այդ հանձնաժողովը ստեղծելիս հայտարարում են, մենք այն Անդրեասյան կոչված, Արեն Անդրեասյան, ասում են մենք անցյալում կատարված աշխատանքների արդյունքները պետք է օգտագործենք։ Եվ տրամաբանական է, նրանք ոչինչ չեն արել, սրանք էլ ոչինչ չարեցին։ 22 թվականին ընդունված այդ նորմատիվ ակտով պետք է 23 թվականի հունիսին կառավարությանը հանձնվեր սահմանադրության նախագիծը։ Չհանձնվեց։ Դրա համար վարչապետը պատասխանատու է։ Իր, գիտեք, որոշ դեպքերում դու անփութություն ես դրսևորում, դա էլ է հանցագործություն։
Որտեղ դու նորմատիվ ակտ ընդունել ես, դու պիտի հետևես օգնականների բանակ ունես, ժամկետ նեկապ չես ստացել, հանդեսած հայտարարության։ Ոչ միայն այդ ուղղությամբ քայլ չարեցին, այլ 25 թվականին հանկարծ պարզվեց, որ այդ ժամկետանց փաստաթղթում հավելումներ են կատարում եւ մետն փոքրիկը ասել է մեզ նոր սահմանադրություն է պետք։ Ինչի հիման վրա հանձնաժողովի որ անդամն եք ես դրա մասին ասել, որ դեպքում է, որ աշխարհում եղել է սահմանադրության, նոր սահմանադրության ընդունում առանց պետական կառավարման համակարգը փոխելու։ Մի հատ անունը տուր, ասում եմ մենք պետական կառավարման համակարգը չենք փոխելու։ Վերջացավ, ուրեմն դու նոր սահմանադրության պետք չունես, պետք ունես ընդամենը մանր մունր փոփոխությունների, բայց նոր սահմանադրություն ենք ընդունում։ Եվ հասնում է նրան, որ հանգիստ խղճով վկայակոչում է հարևան պետության բռնապետի, այսինքն նրան աշխարհում մեկ նրան արդարացնողը մեր վարչապետ կոչվածն է։ Նա է արդարացնում, ամբողջ աշխարհը գիտի, որ դա բռնապետ է։ Եվ գիտեք ինչ տեսակի բռնապետ։ Շատ բռնապետներ կան, բայց այս մեկը KGB-ի ծնունդ է։ Բառի իսկական իմաստով, չեկիստ, Ալիևի տղան։ Խոսելու ժամանակ երբևէ չի ասում։ Գիտեք, ես դեր բառերում նկատեցի չեկիստական տերմիններ։ Երևի ձեր հայրիկից եք ստացել, բայց դուք հիշեք էլի, որ դուք չեկիստական պետության, այսինքն դա մի բացառիկ բան է։ Ու ինքը նրա հետ է խորհրդակցում, հիշատակում է, որ նրանք սահմանադրության միջին այս կամ այն հատվածը հանել են, բանանում եւ այլն եւ այլն։ Ես ուզեցի ուղղակի այս ակնհայտ օրինակներով ցույց տալ, որ Հայաստանը իրավական պետություն չէ, ցավոք սրտի։ Որ իրավական պետության մեջ եք լսել, որ SMS-ով դատական համակարգի պատասխանատվին աշխատանքից ազատի։ Պատկերացրեք ինչ կախվածության մեջ է հեռացվողը, որ SMS-ով գրում է ասում է դուրս արի, նայել դուրս է գալիս։ Ուրեմն ինչքան մեղքերի տակ են։ Այլապես դա հնարավոր չէ։ Այսինքն ես ինչ որ բաներ ասացի, շարունակություն եւ շատ ավելին ամեն մեկը կարող եք պատկերացնել։ Եվ եկանք հասանք սոցիալականին։ 4 սյուններ ունի Հայաստանը, որ պահում են հայկական պետությունը։ 4-ից 3-ը կապարված է, հասանք սոցիալականին։ Այստեղ ես խոսելու բան չունեմ, ամեն ոք գիտի, ամեն ոք սարսափով սպասում է, թե ցավոք սրտի մեծ այգի էր մշակել, հիմա այդ այգու հողը պիտի համարեն տարածք եւ ամեն քառակուսի մետրի համար տան։ Չգիտեմ, այդ հարցում չի սպասվում։ Բայց Հայաստանը սոցիալական պետություն է, սոցիալական պետություն նշանակում է քաղաքացու նկատմամբ հայերենում ճիշտ հայերենում, սոցիալականը թարգմանվում է ընկերային։ Ընկերային պետության մեջ մեկ էլ իմանում ես, որ դու քո տան մոտ կայանատեղի ունեիր, որի համար տարեկան կտրվածքով վճարում էիր 12,000, հիմա պիտի վճարես 160,000, 12 անգամ շատ, այսինքն 1200%-ով ավելի։ Աշխարհի որևէ երկրում, երբ հարկերը 5%-ով փոխվում են, դա սարսափելի ցնցում է, մտահոգություն, խոսակցություններ։ Պատկերացնում եք 1200%-ով։ Միանգամից ասեմ գույք հարակին։ Ես պետական փոխառությունները, որ ներողություն, բանկային փոխառությունները, որ վերցրել եմ, դրանց ավելի քիչ տոկոս եմ տալիս հիմա, քան գույք հարակը։ Պատկերացնում եք, գույքը իմը չի, որտեղ ես պարտքեր ունեմ, բանկերին տալիս եմ ամեն տարի մոտավորապես $10,000 հասնում է։ Տալիս եմ հիմա այս պահին չեմ կարողանում տալ, այդ չի էականը։ Այդքան պիտի տամ։ Բայց այս տարվա գույք հարակը $10,000 չափ է, երբ եղել է $20, 150 անգամ այս տարի, պատկերացրեք, անցյալ տարի 150 անգամ էր, բարձրացել այս տարի ուրեմն ավելի։ Եվ սա իմ մասնավոր օրինակը թողնում եմ մի կողմ։ Փոխադրավարձը 50%-ով ավելացրին։ Մինչդեռ որոշ դեպքերում ավելացրին տրոլեյբուսները, օրինակ 50 դրամ էր, չէ՞։ 2 անգամ ավելացրին, ոչ թե 3 անգամ ավելացրին որոշ դեպքերում։ Շրջանառության հարկը, ասում են դե ինչ, բարձրացրինք։ Դուք գիտեք սահմանադրության մեջ ինչ դրույթ կա։ Ասում է քաղաքացու իրավական վիճակը պատկերացնող փոփոխությունները հետադարձ ուժ չունեն։ Եթե այս այդ հողի վրա ապրել եմ, այդ հողը անապատից դարձրել եմ, վերցնում եմ էլի իմ օրինակը, որ առարկայական լինի։ Այն թաղամասը, որտեղ ես ապրում եմ, անապատ էր։ Հարևաններով ասֆալտ բռեցինք,
լույս քաշեցինք, ջուր բերեցինք, մինչև հիմա կոյուղու հանելու հնար չունենք։ Չկա, հնարավոր չի փոսի մեջ։ Լուսավորություն փողոցային, գազ, ամեն ինչ մենք մեր միջոցներով ենք արել։ Համայնքը կարող է մեզնից ինչ-որ բան պահանջել, երբ ինքը ներդրում է արել։ Հիմա իմացա ես, որ ոչ միայն մեզ հետ է այդպես։ Ամեն տեղ, ասում եմ, ես չի հետաքրում, ունես, հարստացել ես, մեր միջոցով հարստացել ես, վճարի։ Բայց ես հարստացել եմ, եթե հարստացել եմ, իմ տեխնաջան աշխատանքով, ամենօրյա աշխատանքով, մերձավորներս գիտեմ, որ ես օրական գոնե 3 ժամ աշխատում եմ, այգույ տան եւ այլն ունեմ։ Ու տեսել եմ այնքան մարդիկ, որ այսպես խոսելու ներկայացնելու հնարավորություն չունեն, բայց շոկի մեջ են, չեն հասկանում, ինչ է կատարվում։ Բա շին թույլտվությունները։ Հայ մարդ ուզում է իր հայրենիքում բան կառուցել, հենց նախապես այնպիսի պայմաններ են թելադրում, պարտադրում, որ չգիտեն ինչ անեն։ Մարդիկ կան շինարարությունը ֆինանսական պատճառներով ընդհատել են, պիտի շարունակեն, այնպիսի պահանջներ կան, սա սոցիալական պետության հարիր բան չէ։ Մենք, ես մի անգամ ասեցի, սոցիալական տերորի ենք ենթարկվում եւ զգացի, որ հանրությունը դա անկարեց հենց այնպես։ Սովորաբար ես ասում եմ ահաբեկչության, բայց այս դեպքում տերոր բառն է ճիշտ։ Մենք հարկային եւ սոցիալական տերորի պայմաններում ենք ապրում։ Հիմա երբ այսպեսին է իրավիճակը, 4 հենասյուների մասին խոսեցի։ Մեզ ինչ է մնում։ Մեզ մնում է ոչ ասել այս իշխանություններին եւ բոլորը դա ասում են։ Եթե մի երկրում 70%-ը 100%-ով ատելությամբ խոսում եւ չկամությամբ խոսում այս իշխանությունների մասին, 20%-ը փորձում է դեռ ինչ-որ հույս պայպայել, 10%-ը հաստատ, սա նաեւ բաներ արդյունքներն են, հարցումների արդյունքները, 10%-ը միայն 10%-ն են Նիկոլի կողմից վարձատրվող կին կամ տղամարդ քաղաքական հարճերը։ Եվ այս պայմաններում բոլորս հասկանում ենք, որ պետք է ազատվել այս իշխանություններից։ Բայց մի բան կա, որ բոլորիս խանգարում է։ Իշխանությունները մեկն են, մենք լիքը քաղաքական ուժեր։ Եվ եթե մենք ցույց ենք պայքարել իշխանության համար, պայքարում ենք նաև իրար դեմ։ Ցավոք սրտի երանի կտայի, եթե սխալվեի։ Եվ հենց հիմա էլ ասեվա ինչ լավ է, որ դուք եք գաք։ Ցավոք սրտի Հայաստանում մի քաղաքական ուժ կա միայն, որը ասում է այո, մենք ստեղծված ենք նաև իշխանության համար պայքարելու, բայց այս փուլում մենք պայքարում ենք ժողովրդի իշխանության համար, քաղաքացիների իշխանության համար, ոչ թե Նիկոլի նման ես որ ընտրեմ եմ, դուք եք դառնաք վարչապետ, այլ ոչ։ Մենք ուզում ենք, որ դու Հայաստանի քաղաքացի դառնաս, նախագահ Հայաստանի կամ թագավորը դառնաս, ու այդ քո քվեով երկրի կառավարման մասնակցելու բաժնետոքսով դու կարողանաս նշանակել վարչապետ, ներկայացուցչական մարմին, իրարից առանձին։ Այսինքն մենք նաև շահեկան ենք համարում, որ այսօր Հայաստանում գործում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Սա շատ շահեկան է, եթե մենք համախմբված քաղաքական ուժերով կարողանալով այդ իշխանատենչությունը հետաձգել։ Բնական եմ համարում, ես չեմ դատապարտում իշխանատենչությունը։ Քաղաքական ուժերը պետք է պայքարեն իշխանությունը ստանալու եւ հետո այդ իշխանությամբ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։ Բայց այս փուլում մեր պատկերացումը հետևյալն է։ Համախմբվում ենք իրար հետ հենց բացարձակ ժողովրդավարության գաղափարի շուրջը։ Եթե բացարձակ ժողովրդավարության գաղափարից ավելի լավ, ավելի բարձր իրավահավասարություն ապահովող մարդկանց իրավունքներ երաշխավորող համակարգ կներկայացվի, մենք պատրաստ ենք լսել։ Բայց այս փուլում դրանից լավը չկա։ Ոչ թե այն պատճառով, որ ես եմ տեղինակը։ Պարզապես դա իմն չի անկեղծ որ լինել։ Մեր քրիստոնյա հայրերին է։ Երբ ես կարծացի այդ Աստծո առաջ չկա տեր, չկա ծառա, այսինքն օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, բայց այս ինչ է ստացվում, օրինակ այս սոցիալական ոլորտում։ Ասում է, դու որ բանտում ես եղել, այստեղ էլ հարստացել եք։ Դու պայքարել ես իրենց ազատության համար, լավ ես արել։ Հիմա այստեղ եք կապեն կենտրոնում, դու քո տունը ծախի, գնա մի շորում ապրի։ Բայց քրիստոնեության մեջ այդպես չի ասված։ Եվ մեր սահմանադրության մեջ բոլորը հավասար են օրենքի առաջ, դա չի նշանակում, որ դու նյութով պետք է մարդուն սպանես։ Ուրեմն գալով գործնականին, ես գիտեմ, որ շատերի համար անհավանական է թվում, որ ինչպես կարող է Նիկոլի օրոք սահմանադրական բարեփոխումներում դուք դերակատարություն ստանաք, ոչ թե ես, այլ այն ուժերը, որ միացել են։ Բայց մի փոքր նահանջ կատարենք, մի փոքր ասելով մի 40 տարի։
Սովետի ժամանակ ինչպես էր հնարավոր խոսել հանրաքվեից։ Ինչ հանրաքվե։ Դու հոգեկան հիվանդ չես։ Շատ էլ որ իրենց համանadrության մեջ գրված է կարևոր հարցերը քննարկվում են ժողովրդական հարցման ճանապարհով։ Բայց մենք չլսեցինք, չէ՞, հատուկ նախապատրաստված վախերը։ Մենք Սովետի օրոք անկախ Հայաստանի համար չէինք ասում, մենք իշխանությունը վերցնենք, ԱՄԿ-ով 200 հոգի ենք, էլի քիչ չի։ Դեռ ընդամենը 300 միլիոն մարդ են, մենք 200 հոգի ենք, իշխանությունը վերցնենք, հետո Հայաստանը կանգնացնենք։ Մենք այդ ճանապարհով չգնացինք, մենք գնացինք իրավական ճանապարհով։ Ամեն ազգ ինքնորոշվելու իրավունք ունի եւ 1973 թվականից հայ ազգը որդեգրեց անկախություն հանրաքվեի ճանապարհով ռազմավարական ծրագիրը։ Դա այնքան զորեղ բաներ են տվերին, որ առանց հերանեկարի կանոնավոր կարգավիճակում հայտնված մանավանդ ուկրաինացիների, ես խոնարհվում եմ Վասիլ Ստուսի հիշատակի առաջ։ Վասիլ Ստուսը առաջին մարդն էր, որ երբ տեսավ թե KGB-ն ինչպես է հայերի հետ աշխատում, ասեց լսի, ձեզնից վախենում են ուղղակի։ Մեզ հետ են գնում գալիս խոսում, բայց ձեզնից վախենում են։ Ինչ է նշանակում, որ քեզ խնդրեմ, որ արի քեզ ազատենք։ Ու գաղափարները ինչքան ահավոր են։ Եկավ ասեց, ես կարող եմ ուկրաինացի եմ լինել հայկական կազմակերպության անդամ։ Ուկրաինայի ամենասիրված դեմքն է Վասիլ Ստուսը, իրենց ազգային հերոսը։ Հետո միացավ Չեռնովիլը, նրա անունը լսած կլինեք, նրան մի 20 տարի առաջ սպանեցին։ Հետո նշանավոր Էդվարդ Կուզնեցովը, ռուսներ, Սալդատով, Սարտակով, եւ այնպես ստացվեց, որ այլազգիները հայկական կազմակերպության մեջ 10 անգամ ավելի շատ էին, քան մենք հայերս, մանավանդ որ հայերին հաջողում էր նաեւ երբեմն մոդրել։ Եվ ինչն էր հիմքում ընկած, մենք գտանք մեր հակառակորդի թույլ տեղը։ Երբեմն մրցապայքարում դու կարող ես թույլ լինես քո դիմացինից, բայց երբ իմանում ես իր թույլ տեղը, դու դառնում ես հայտնվում ես շահեկան վիճակում։ Մենք շարունակեցինք համառ իրավական ճանապարհը։ Մեր օրոք էլ լինում էին մարդիկ, որ մենք էլ ենք եկել երկասար ժամանակ, համոզված ենք, որ միայն զենքով կհայտնվի բռնություն։ Բայց հետո սկսեցինք մտածել, կարծում մենք ավելի շատ զենք ունենք, Անգլիայից ստացած, հենց բարձրորակ զենքեր, քան թուրքերը։ Բայց հետո միայն զենքով բռնվենք։ Ուրեմն կամքը, իմացությունն են որոշիչը։ Այսօր էլ այս պատմական էքսկուրսն ինչին կատարեցի, այսօր մենք շատ նման իրավիճակում ենք։ Եթե այն ժամանակ կոմունիստական բռնապետության պայմաններում մենք համառորեն գնում էինք իրավական ճանապարհով եւ հաստ է, չէ՞։ Հասանք։ Սկզբնական շրջանում Ղարաբաղ կոմիտե կոչված է։ Եռագույնի դեմ էին անգամ խոսում։ Այս եռագույնը վերացրեք Նաքխանգարի Ղարաբաղյան շարժմանը։ Հետո էլ այդ նույն մարդիկ վերկացան ասեցին հերանեկար չունի։ Արդեն մեկի աշխարհի չէր ճանաչում։ Հասան այնպիսի ապիկարության, որ իրենց անկարողություն արդարացնելու համար մոռանում են, որ Մինսկի խումբ է եղել։ Այսինքն նկատել եք, որ վերջին տարիներին մենք չենք լսում ինքնորոշում եզրը։ Ժամանակին մենք մեր կազմակերպությունը կոչել ենք ազգային ինքնորոշում միավորում, որպեսզի մարդիկ գոնե այդ բառին վարժվեն, հասկանան, որ ինքնորոշումը շատ կարևոր բան է։ Հիմա ոչ արդարություն եզրն է հնչում, ոչ էլ ինքնորոշումը։ Կա Ալիևի կամքը, Էրդողանի կամքը, Պուտինի հետերախոսային փսփսոցներ, եվրոպական երկրների ինչ-որ խանդավառ ժպիտներ, բայց ոչ ինքնորոշման սկզբունք կա, ոչ արդարություն կա։ Մենք այս համագումարի եզրափակիչ փուլում, գիտեք, ես որոշ խնդիրների մակերեսային եմ անդրադառնում, որովհետև մենք մեր աշխատանքները շարունակելու ենք որոշակի փաստաթղթեր հաստատելով։ Եվ այդ որոշակի փաստաթղթերի մեջ մեկը վերաբերում է Հայաստանի ռազմավարությանը։ Մենք տարբեր մասերով դա ներկայացրել ենք դեռևս 90-ական թվականներից, դրա կարևորագույն դրույթը անկախություն թերթում հնչած մեր ներկա սերնդի գլխավոր առաքելությունը մեր հանդեպ իրականացված ցեղասպանության հետևանքների վերացումն է։ Բայց բանն այնտեղ հասավ, որ ցեղասպանության արդեն ճանաչված ցեղասպանության վրա հենվելով աշխատանքներ կատարելու փոխարեն մենք այսօր խոսում ենք այն բանի մասին, թե իբր ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն են մեզ արգելում։ Բնական է այդպես պետք է լինի։ Թուրքիան կարողացավ Ադրբեջանի միջոցով շատ հարցեր տեղափոխել իրենց անկարի հարթություն։ Եվ այդ ռազմավարության բաժնում այսպիսի դրույթ կա, որը ես մի քիչ հանգամանալի ուզում եմ ներկայացնել։
Ընդամենը մի քանի նախադասություն է։ Երբ խոսվում է Հայաստանի սահմանների մասին, ապա չի կարելի ոչ մի դեպքում միջազգայինորեն ճանաչված սահմաններ կոչել այն սահմանները, որոնք հետևանք են, երբեմն մարդիկ շփոթում են հետևանք եւ արդյունք բառերը, արդյունք չեն, հետևանք են հայության հանդեպ իրականացված ցեղասպանության, հետագայում ռուս-թուրքական, ավելի ճիշտ Լենին-Աթաթուրք, որտեղ ռուս-թուրքական որ ասում են Կերենսկին էր ռուս, բայց Կերենսկին էր որ ստեղծեց հայկական կորպուսը, որի շնորհիվ մենք ունեցանք Սարդարապետը, անաչառ լինենք բոլոր հարցերում։ Ուրեմն Քեմալ Աթաթուրք պայմանագրով Հայաստանը նվաճած եւ հետո հայ ժողովրդին բռնազավթած, հայ ժողովրդի կենթանի մնացած հատվածին բռնազավթած ուժերի կամայականություններով։ Արդյոք ճիշտ է, որ ցեղասպանության հետևանքով եւ Հայաստանի բռնազավթման հետևանքով կոմունիստ բռնապետների Ստալինի կամայականությամբ գծված սահմանները համարվեն միջազգային սահմաններ։ Հասարակ բան է։ Եվ երբ դու սա ասես, որևէ մեկը չի կարող ասել։ Կամ ասում են 1.5 միլիոն հայ է զոհվել Թուրքիայում։ Թուրքիայում ցեղասպանության է ենթարկվել Թուրքիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչ է։ Կամ վիճակագրական տվյալներ։ Ես ժամանակ են Սերժ Սարգսյանին ասացի դա վիճակագրել, որ մի ասա 1.5 միլիոն։ Ձեր երկրի բնակչության 4-րդ մասը հայ եղել, իսկ հիմա չկա նույնիսկ 1%։ Պատրաստ չեր ընկալել, ինչպես Ռոբերտ Քոչարյանը պատրաստ չէր ընկալել, որ Նախիջևանի հարցը նույնպես պետք է բարձրացնել։ Այսօր այնքան է օրինականացել, տեսեք մենք ենք ասում, Նիկոլ Փաշինյանն է խոսում, մենք չէ՞։ Ասում է Ադրբեջանի մի հատվածից մյուս հատվածը ճանապարհը մենք անարգել կարող ենք տրամադրել։ Այդ օրենքով ինչով դարձավ, մենք չենք ասում որ պետք է պատերազմ հայտարարել, բայց պատերազմի բախով ուրանալ ճշմարտությունները։ Մոռանալ, որ երբ դու ճշմարտության հետ ես, դու ամենազոր ես, նույնիսկ ամենածանր պայմաններում։ Տեսեք 20 տարեկան է ընդամենը։ Մեր մեջ են արար չես, տերցարոտ սրտում խորհուրդը մեծ, ճշմարտության անհուն բարով։ Աստված մեզ հետ է եւ ոչնյալ է վերում։ Բանտու մանուս անմիս պայմաններ։ Որտեղից եկա, որովհետեւ ես հայ եմ։ Եվ հայերի ոգին, որ հետևում էին վերևից, անկասկած, ես գիտեմ, որ հիմա կարծում եմ, ես հիմա չէի կարող սա գրել։ Մենք 20 տարեկանում ոնց եմ գրել։ Կամ մենք գերված ենք, հագստորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Կամ որ ինձ համար ավելի բան է, հայրենիաց սուրբ սիրով մենք վեհանանք։ Հայաստանն ազատենք։ Այսինքն Հայաստանն ազատելու համար պետք է սիրով վեհանալ, բարձրանալ։ Մեզ բոլորից այդ արժեքներից զրկում են եւ իրենց դուքանն են համարում։ Մի դրվագ էլ ասեմ, ուրեմն ռազմավարականից փոքր ակնարկը նկատեցիք։ Ընդհանրապես տալիս է սինալ բացատրություն տուր, արդարացված է ցեղասպանություն իրականացնելու ճանապարհով տեր դառնալ երկրին եւ հետո ասել սա է դեր սահմանները։ Դա ճիշտ է համարում։ Եթե ճիշտ է համարում, այդ դեպքում Ռուսաստանը ընդունել է ցեղասպանության ճանաչման բանաձև։ Գնացեք Պուտինին ասեք, այդ ձեր ընդունած բանաձևը չեր արեք։ Ամերիկան ընդունել է բանաձև, Եվրոպական միությունը 87 թվականին։ Մի անգամ թուրքական դիվանագետների հետ միաժամանակ այդպես ստացվեց, 5 դիվանագետ էին, ես եւ Բարխուդարյանը, նախկին նախարար, երբ նրանք ասեցին ցեղասպանություն չի եղել, ասի կարող է չի եղել, ես չգիտեմ, ես Եվրոպա, ձեր դաշնակիցներից ՆԱՏՕ-ի գծով, դաշնակիցներն եք, չէ՞, Ֆրանսիա բան, ես նրանցից եմ իմացել, որ ցեղասպանություն եղել, նրանք պահպանվեցին, ասին դուք մեր հետ խոսելու բան չունեք, գնացեք ձեր դաշնակիցների հետ խոսեք, բայց այդպեսի խոսվածք չկա մեր մոտ, որովհետև սրանք մեր ոչ անցյալի հետ կապում են, ոչ արժեքների, ոչ էլ ընդհանրապես գրագետ են, եւ մենք սա որ հանդուրժում ենք, այստեղ մենք մեղավոր ենք։ Հիմա գալով եզրափակիչ մասն է, գալով այն դրույթին, որ իսկ ինչ կարելի է անել, այսօր եթե մենք աշխատում ենք սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ եւ շեշտակի դնում, հնչեցնում նաեւ որ ստեղծված է հանձնաժողով, որը 5 տարի անարդյունք գործում է եւ չի անդրադարձել այս նախագծերին, պահանջում ենք որ դա քննարկվի, 50,000 մարդ պետք չի, 5,000 մարդ պետք չի։ Քաղաքական ուժերը հետևողականորեն գնում ասում են, պիտի քննարկեք սա հրապարակավ։ Իմիջիայլոց այդ նորմատիվ ակտում նշված է, հանձնաժողովը աշխատում է հրապարակավ։ Հրապարակավ աշխատում են, կանչեք ձեր իրավաբաններին, սա է ճիշտը։ Հայաստանի քաղաքացին պետք է դառնա իր երկրի տերը, այս համակարգով կարող է դառնալ։ Մերժեք ու կարողացեք ապացուցել, որ այդ մերժումը խտրական վերաբերմունքի դրսևորում չէ,
կամ ձեր իշխանասատկացության դրսևորում չէ։ 1, 2, 3 եւ եթե Գորբաչովին ես կարողացա ստիպել ու պատկերացնում եք նախ Բրեժնևին շշմելու բանը, ես հիմա տարիներ հետո եմ տեսնում։ Սովետական սահմանադրությունը փոխվեց 1978 թվականն էր կազմել։ Բրեժնևը նոր սահմանադրություն է ընդունում։ Եվ այդ սահմանադրության մեջ քիչ բաներ կային, որոշումներ կային, ասվում է, որ մինչև 1984 թվականը այնտեղ 3-4 օրենք էր, որ հետո պիտի ավելացվեին կապված նոր սահմանադրության հետ։ Պետք է ընդունվի օրենք հանրաքվեի մասին, որովհետև մեր հիմնական գործոնը դա էր, ասում ենք, եթե դուք ժողովրդավարական եք, ուր է ձեր օրենք հանրաքվեի մասին։ Նույնը հետո Գորբաչովին եմ ասում, ուրեմն Բրեժնևի օրոք չընդունվեց, հետո ես սա օգտագործել եմ եւ 90 թվականին Գորբաչովը ընդունեց։ Եթե այդ հսկա բռնապետության դեմ աշխատելիս, չնայած մենք դաշնակիցներ ունեինք, որտեղ արևմուտքի նաեւ կոմունիստները, Իտալիայի մայրաքաղաքը, Հռոմի քաղաքապետարանը կոմունիստական էր։ Նրանք ինձ հետ այդ նկատառումով ասեցին, հրավեր ուղարկեցին եւ մենք սովետական միության ընդհանուր դեմոկրատներով կոնֆերանս անցկացրինք Հռոմում։ Նրանք ասում են, մենք ենք կոմունիստ, բայց մենք ձեր հանրաքվեի գաղափարին դեմ չենք։ Եվ հետո Գորբաչովը ընդունեց հանրաքվեի մասին օրենք։ Եթե մենք հետևողականորեն այս գաղափարի հետ համախոհ մեր քաղաքական ուժերի հետ մենք մի պահ փորձեցինք ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդ։ Մի այդպիսի լուրջ քարտ կատարենք, տեսեք ինչ է դրան հաջորդելու։ 1-2 ընդրուզումներ, հակառակումներ, ինչ որ կապիկություններ, որով իրենք մասնագիտացած են։ Հետո ստիպված պիտի լինեին գալ ընդառաջ։ Ընդառաջ գալուց հետո 1 ամսվա ընթացքում մենք ունենում ենք հաստատված բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծ։ Սա Հայաստանի վարկը շատ է բարձրացնելու աշխարհում մեկ։ Առաջի պահին ընկալելի չի, որովհետև աշխարհի բոլոր քաղաքական գործիչներն են մերոնց նման մտածում ոչ թե մարդու իրավունքների մասին, այլ իրենց մասին։ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչներն են մոռացել ֆրանսիական հեղափոխության գլխավոր բանաձևի գլխավոր դրույթը։ Բոլոր քաղաքական միավորումների հիմնական նպատակը մարդու իրավունքներն են։ Իսկ մարդու իրավունքների մեջ ես եմ ավելացնում, կարևորը այն իրավունքն է, որը նախասահմանում է մյուս իրավունքները։ Ինչու ենք մենք կոչում ազգային ինքնորոշում միավորում, որտեղ ինքնորոշումը իրավունքաստեղծ սկզբունք է։ Եթե դու չունես ինքնորոշման իրավունք, քո մյուս բոլոր իրավունքները անհայանում են, չկա։ Աշխատելու իրավունք ունես, բայց ինքդ որոշում ընդունել իրավունք չունես, ո՞նց պիտի աշխատես, հանգստանաս, սովորես։ Նույնը վերաբերում է պետութենական, քաղաքական սկզբունքներին, մարդու իրավունքների ոլորտում։ Եվ տեսեք, կգա Ռեմփուլը ընդամենը 1 ամսվա ընթացքում, հետևողական աշխատանքներով, են Տիգրան Հակոբյան կոչված ՀՄԿ-ի խորհրդի նախագահին, են մյուս բոլոր տղամարդ հարկերին եմ ասում, դրանք բոլորը ստիպված կլինեն գնալ ընդառաջ, որովհետև այսօր 15, վաղը 25, մյուսը 40 քաղաքական ուժերը միասին բարձրացնում են մեկ հասարակ հարց, քաղաքացին պետք է լինի երկրի տերը։ 1 ամիս այդտեղ, 1 ամիս պարլամենտում, երբ խոսում եմ այս հարցի մասին, ասում են դա երկար կտևի։ Բայց օրինակ Սրբազանի շարժումը, որ եկավ գորգորացման եւ այլ, Սրբազանի շարժումը կարճ տևեց, շատ արագ փոխեց իշխանությունը։ Կամ դրանից առաջ են որ քաղաքական ուժերը։ Իսկ այս ժամկետները եմ նշում, 1 ամիս, դրանից հետո օրը սահմանվում է եւ տեղի ունենում հանրաքվե։ Եվս 1 ամիս հաշվենք։ Ավելացնում եմ 4 ամսվա ընթացքում, եթե մենք միասնական ուժերով աշխատենք, նպատակասրած շեշտելով, որ այս փուլում մեր իշխանությունը չի հետաքրքրում, ապա եթե ընթացքում մենք իշխանափոխություն կանի, թող անի, բայց մենք հիմնական գործը շարունակենք անել։ Հասկանում եք, ես չեմ ասում ինչ-որ բան, որ ինչ-որ քաղաքական ուժ անում է, դա սխալ է, սա է ճիշտը։ Բայց սա չի հակասում ուսների արածին, եւ սա հիմնավորապես է լուծում հարցը։ Հետո ինչ է տեղի ունենում, երբ սա ընդունվում է։ 2 տարով ընտրվում է վարչապետ ուղղակի ժողովրդի կողմից։ Այդ 2 տարվա ընթացքում սխալ աշխատեց։ Հետ կանչել բան չկա, 2 տարի հետո նորից են ընտրում։ 2 տարով ընտրում եք ներկայացուցչական մարմին, ով որ գնաց ընտրությունների բոլորը պարլամենտում ներկայացված են։ Ես ձայն եմ տվել Պողոսին, հետևում եմ թե Պողոսին ունեցած 18516 ձայն ինչպես է օգտագործում։ Ամեն մարդ քվեարկում է իր ստացած բաժնետոմսերի քանակով երկրի կառավարման։ Քվեաթերթիկը այլևս քվեաթերթիկ չի, այլ բաժնետոմս։ Սա մեր ճիշտ համարած ճանապարհն է, բայց սիրով կլսենք նաև մյուսների առաջարկած ճիշտ ճանապարհը, ցավոք սրտի առ այսօր միայն մի բան ենք ասել։ Սրան հələ մի հատ գցենք, հետո կորոշենք ինչ ենք անում։ Իսկ սրան հələ մի հատ գցենք, հետո ես գամ մի օր տարել ես ձեզ մոլորեցնեմ,
Համոզեմ, որ պիտի ժամանակ ունենամ եւ այլն։ Ես հոգնեցի գուցե ձեզ, բայց ուրեմն տարբեր խնդիրներ կան, որոնց վերաբերյալ մենք փաստաթղթեր ենք ընդունելու, ովքեր կամենան նաեւ հյուրերից կարող են նաեւ դրանց քննարկմանը մասնակցել։ Իդեպ ասեմ, որ այդ այմական նշանակում է անկախության հանրակրթային անկախությանը այո ասած մարդ։ Մեկ էլ այս օրերում նշանակում է մարդ, որը քաղաքականության մեջ ուզում է լինել մարդկային ամենաբարձր հատկանիշներով իրեն դրսևորող մարդ։ Տեսեք, այդ քաղաքականության մեջ ենք ասում, սովորաբար հակառակն է, չի ասվում։ Այնպես որ նոր կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ներկա էին, եւ հաղթում եմ, որ մեզ հետ կամ մեզնից առանձին ինչ որ անելու լինենք, լինի իսկապես ազգուգուտ եւ իսկապես փոխի մեր կյանքը, մեր վիճակը։ Աստված բոլորիս բարդ